1946 թվականի նոյեմբերի 14-ին Խորհրդային Միության պետական անվտանգության նախարարության ձեռնարկած ույժ գաղտնի օպերացիայով Երևան տեղափոխվեց մի կալանավոր, ում իսկույն փակիտակ առան Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության նախարարության ներքին բանտում։ Առեղծվածային այդ մարդուն բանտային մատյաններում եւ քննչական թղթաբանության մեջ գրանցեցին զուբր օպերատիվ ծածկանունով, կանխելու համար նրա անձի եւ գտնվելու վայրի մասին տեղեկատվական որևէ արտահոսք։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծայրահեղ զգուշավորությունը պայմանավորված էր երկու ծանրակշիռ հանգամանքով։ Մի կողմից չափազանց արժեքավոր էին այդ կալանավորի կապերն արտերկրում, որոնց միջոցով խորհրդային գաղտնի ծառայությունները հույս ունեին արևմուտքում ստեղծել լրտեսական հզոր ցանց։ Մյուս կողմից նրա Երևանում գտնվելու մասին լուրը կարող էր մեծ խլրտումներ առաջացնել Հայաստանում, խորհրդային իշխանությունների համար անցանկալի հետևանքներով։ Արտաքին աշխարհի համար այդ մարդը պիտի վաղուց մեռած համարվեր։ Դյումայի երկաթե դիմակով հերոսի պես նրա անձը շղարշված էր անմատչելի գաղտնիքով, իսկ անունը ջնջված ողջերի գրքից, ու միայն շատ քչերը հայաստանյան ղեկավարներից ու ազգային անվտանգության աշխատակիցներից գիտեին, որ զուբր օպերատիվ անվան տակ թաքնված անձը Գարեգին Եղիշեի Տեր Հարությունյանն է, նույն ինքը Գարեգին Նժդեհը, մարդ, ում դեռ չէին կարողանում ներել խորհրդային իշխանությունները իրենց զորքերի 25 տարվա վաղեմության խայտառակ պարտությունները Անդրկովկասում, անհատ, ով նույնիսկ զառամյալ ու անօգնական կալանավորի կարգավիճակում դեռ սարսափ էր ներշնչում իրեն ձերբակալողներին։ Անվիճելի է այն գիտական դրույթը, որ ազգերի եւ ժողովուրդների պատմությունը ստեղծվում է օբյեկտիվ իրողությունների արդյունքում։ Անհատին պատմության մեջ անհնար է անտեսել, սակայն խորը ուսումնասիրության դեպքում պարզ է դառնում, որ անհատի սուբյեկտիվ գործոնը դարձյալ հետևանքն է օբյեկտիվ իրողությունների։ Պատմության մեջ անխուսափելին երբեմն դրսևորվում է անհատների միջոցով, ինչը սակայն նշանակում է, որ նրանք ընդամենը իրադարձությունների կատարողներ են, բայց ոչ այդ իրադարձությունների ակունքում կանգնած նախաձեռնողներ։ Այնուհանդերձ, ինչպես ամենուր, այդպես էլ վերոհիշյալ դրույթում գործում է երբեմն բացառության օրենքը։ Կան անհատներ, որոնք պատմական ասպարեզ են մուտք գործում հակառակ օբյեկտիվ տրամաբանության բոլոր կանոնների եւ շնորհիվ իրենց բացառիկ հատկությունների ունակ են երբեմն գլխիվայր շուռ տալ անխուսափելի իրադարձությունների ընթացքը եւ ուղղել են բոլորովին այլ մի հունով։ Սովորաբար այդ մարդիկ մեծամասամբ չեն հասկացվում իրենց ժամանակին։ Նրանց առաքելությունը ժամանակակիցների կողմից մնում է անըմբռնելի եւ միայն ապագային է թողնված նրանց առեղծվածը քողազերծելու հնարավորությունը։ Հայ ազգի պատմության մեջ նման անձ հանդիսացավ Գարեգին Նժդեհը, իրավի բացառիկ մի անհատ, ով իզորու գտնվեց դեմ գնալ չարաբաստիկ պատմական օբյեկտիվությանը, ով չհամաձայնեց ընդունել իր ազգի պատմության ողբերգական կորուստներն իբրև անդառնալի իրողություն, եւ ով միայնակ հանդգնեց վերախմբագրել պատմությունն ու անել անհնարինը, վերադարձնել հուսաբեկ ազգին կորսված արժանապատվությունը։ Նրա իրականացրած ռազմական օպերացիաները համարվեցին հանդգնություն, նրա քաղաքական ծրագրերը որակվեցին խելագարության արգասիկ, իսկ գաղափարաբանությունը նույնիսկ խարանվեց մոլեռանդության կնիքով։ Սակայն իրադարձությունների հետագա ընթացքն ապացուցեց, որ հանձին այդ բացառիկ անհատականության հայ ազգը ստացել էր մեծագույն պարգև, որի իրական արժեքը չգնահատվեց ժամանակին, եւ գուցե մեծ իմաստով այդպիսին է մնում մինչև օրս։ Հայոց ազգագրական շարժման պատմության մեջ եւ պետական եւ քաղաքական գործիչների շարքում առանձնանում է Գարեգին Նժդեհը։ Նա տաղանդավոր ռազմական գործիչ էր, հրամանատար եւ միաժամանակ գաղափարապես այսպես զարգացած անձնավորություն, որը նաեւ ստեղծեց հիմքեր եւ նաեւ նրա անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց ցեղակրոն շարժումը, Մամիկոնյաց ուխտը եւ միաժամանակ իբրև հայրենապաշտ, հայրենանվեր գործիչ հիմք դրեց հայրենիքի պաշտպանության, հայրենիքի համար անվեհեր կռվելու եւ զոհվելու վեհ գաղափարին։
Գարեգին Տեր Հարությունյանը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Նախիջևանի գավառի Կզնութ գյուղի քահանա Եղիշե Տեր Հարությունյանի ընտանիքում։ Արդեն մանուկ հասակում 1888-ին նա կորցրել է հորը եւ մնացել է մոր Տիրուհի Տեր Հարությունյանի խնամքին։ Մայրն անում էր ամեն ինչ, որ իր հայրազուրկ 4 երեխաներին կարողանա մեծացնել ըստ պատշաճի եւ ապահովել նրանց ապագան։ Գարեգինը նրանցից ամենակրտսերն էր։ Իր սկզբնական ուսումը նա ստացավ Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ապա կրթությունը շարունակեց Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում 17 տարեկանից միացավ հայ ազատագրական շարժմանը։ Թիֆլիսի գիմնազիան ավարտելուն պես պատանին մեկնեց Պետերբուրգ, ուր ընդունվեց տեղի համալսարանի իրավաբանական բաժին։ Ապագան խոստումնալից պիտի լիներ, սակայն ի զարմանս շատերի ոչ իրավաբան դառնալու փայլուն հեռանկարը եւ ոչ էլ հրապուրիչ կյանքը կայսրության մայրաքաղաքում ամենևին չմեղմեցին նրա հեղափոխական եռանդը։ Ընդհակառակը, Պետերբուրգն իր շվայտ կյանքով ու պերճանքով վանում էր նրան, ավելի ու ավելի բորբոքելով հիշողությունները ծվատված հայրենիքի եւ տառապյալ հարազատ ժողովրդի մասին։ Համալսարան ընդունվելուց արդեն 2 տարի անց Գարեգինը անսպասելի որոշում կայացրեց ընդմիշտ թողնել ուսումը եւ իր անձը ամբողջությամբ նվիրաբերել ռուսական ցարիզմի եւ թուրքական բռնակալության դեմ մղվող հեղափոխական պայքարին։ Հետաքրքիր է Նժդե ծածկանվան առաջանալու տարբերակը, ասեմ, որ Նժդե այդ ծածկանունը Գարեգին Տեր Հարությունյանը առաջին անգամ օգտագործել է 1906 թվականին իր ընկերոջը այսպես ընծայագիր գրելիս նա նշել է հատուկ ծածկագրով այսպես գրել Նժդե։ Նժդե նշանակում է գաղթական, պանդուխտ։ 1906 թվականին նա թողեց համալսարանն ու մեկնեց Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվեց Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով 1907-ին վերադարձավ Կովկաս։ 1907-1908 թվականներին Գարեգինը անդամագրվեց հայ հեղափոխական դաշնակցությանը եւ այդ կուսակցության ցուցումով ուղևորվեց Իրան, Պարսկական հեղափոխական շարժմանը մասնակցություն բերելու։ 1909-ին Նժդեհն իր կյանքում առաջին անգամ ձերբակալվեց։ Ցարական իշխանությունները կանլանել էին նրան Պարսկաստան զենք տեղափոխելու համար։ Ռուսական բանտերում մնալով ավելի քան 3 տարի նա դարձյալ տեղափոխվեց Բուլղարիա։ Երբ 1912-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու եւ Մակեդոնիան ու Թրակիան ազատագրելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները դարձան Անդրանիկ Օզանյանն ու Գարեգին Նժդեհը։ Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվեց։ Նրա եւ Անդրանիկի գլխավորած վաշտը աչքի էր ընկել թուրքերի դեմ մի շարք մարտերում տարած հաղթանակներով, սակայն 1913-ին հայկական այդ վաշտը զորացրվեց, հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին։ Բուլղարիա լինելու ժամանակ ես մի անգամ դուրս եկել, տենց զբոսնում էի, գնացել էի գրքի շուկա։ Բավականին շատ գրքեր կան, տենց զբոսնում էի, գրքեր էի նայում, մեկ է աչքովս ընկավ մի գիրք Թեոդոր Տրայանով եւ Գարեգին Նժդե։ Ինձ հետաքրքրեց, ես վերցրեցի գիրքը բուլղարերեն էր գրված եւ հեղինակը Վիտկա Նիկոլովա, բուլղարավի էր։ Ուրեմն այնտեղ գրում են Թեոդոր Տրայանովի մասին, իրանց բանաստեքստն է, որի հետ Նժդեն շատ մեծ կապեր ուներ, այսինքն իրանք ընկերություն էին անում եւ Գարեգին Նժդեի մասին։ Դե բուլղարերեն էր գիրքը, ես այդքան չի հասկանում։ Այստեղ բերեցինք, հետո թարգմանեցին գիրքը, բայց փաստը այն է եւ հետաքրքիր է այն է, որ բուլղար ժողովուրդը մինչեւ հիմա շնորհակալ է Նժդեին, որտեղ 1912 թվականին նա իր վաշտի հետ կռվեց բուլղարների կողմը թուրքերի դեմ։ Եվ մինչև հիմա փաստորեն իրանք տպում են իրեն մասին այդ գրքերը, որը շատ զարմանալի էր, ես չէի սպասում։ Առաջին աշխարհամարտի նախօրյակին ներման արժանանալով ցարական կառավարության կողմից Նժդեհը վերադարձավ Կովկաս, Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։ Կռիվների սկզբնական շրջանում նա ստանձնեց հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարի պաշտոնը։ Հետագայում արդեն ղեկավարեց հայ եզդիական առանձին մի ստորաբաժանում։
Արդեն թե Բալկանյան պատերազմում եւ թե առավելապես առաջին համաշխարհայինում ի հայտ եկան Նժդեհի զինվորական տաղանդն ու կազմակերպչական փայլուն ունակությունները։ Գրագետ մարդավարության ու զինվորներին ոգեշնչելու կարողության շնորհիվ նրան մշտապես հաջողվում էր փոքր ուժերով առավելության հասնել թշնամու մեծաթիվ ստորաբաժանումների դեմ, ընդ որում իր կորուստների քանակը հասցնելով նվազագույնի։ Այսպես հայ-թուրքական կռիվների ընթացքում նա իրականացրեց մի շարք մարտական օպերացիաներ, որոնք զարմանք ու հիացմունք առաջացրեցին իրենց հանդգնությամբ ու անթերիությամբ։ 1917 թվականին արդեն տեսնում ենք Նժդեհին կռիվների ժամանակ, այսինքն երբ արդեն հայկական բանակը նահանջում էր, ճակատը բաց էր, նրան տեսնում ենք Ալաջայի բարձունքներում կռվելիս, Կարսի մատույցներում, իսկ ապա Էրզրումից հայկական նահանջող զորաբանակի կազմում մինչև Սարեգամիշ նա օգնեց հայկական զորքի անկորուստ նահանջին։ 1917 թվականի Կողբի ազատագրման համար Նժդեհը բացառիկ արիություն ցուցաբերեց եւ փրկեց Կողբի փաստորեն հայ բնակչությանը կոտորածներից։ Այստեղ նա ակտիվորեն մասնակցեց նաեւ եզդեական գնդերի հավաքման գործին, հայ եզդեական ջոկատների ստեղծման, եւ մենք տեսնում ենք նրան հատկապես հայկական զորքի անկորուստ նահանջի գործում Նժդեհի դերը, որ կարողացավ ապահովել Էրզրումից Սարեգամիշ եւ Ղարս ընկած այդ հատվածում մինչեւ Ալեքսանդրապոլ, իսկ ապա մենք Նժդեհին տեսնում ենք հենց այդ ժամանակ նաև անի ավերանից նկատված մարի հնագիտական հազվագյուտ նշանակություն ունեցող նյութերի տեղափոխման գործում բացառիկ դերակատարման մեջ։ 1918-ի գարնանը Նժդեհն իր փոքրաթիվ ջոկատով հայկական կանոնավոր զորամիավորումների կազմում Ալեքսանդրապոլից նահանջեց Դիլիջան։ Այստեղ էին հավաքվել նաև բազմահազար հայ փախստականներ Կարսից, Շիրակից ու տեղի հայկական գյուղերից։ Ամենուր թե ազգաբնակչության եւ թե կանոնավոր զորքերի շարքում տիրում էր հուսալքությունն ու խուճապը։ Հայկական զորքերի գերագույն հրամանատարական կազմը գեներալ Նազարբեկովի գլխավորությամբ, ուր որը պատրաստվում էր վայր դնել զենքը ու հայկական ուժերը ամբողջությամբ լուծարելու ամոթալի համաձայնագիր կնքել թուրքերի հետ։ Ուսաբեկության ու բարոյալքման աղետալի այդ հորձանուտում լսվեց Նժդեհի սթափության կոչող ձայնը։ Դիլիջանի եկեղեցու բակում ժողովված զորքերի եւ ազգաբնակչության դեմ նա հանդես եկավ բոցաշունչ մի ճառով, որում կոչ արեց վերջ տալ հուսալքությանը, գոտեպնդվել ու պատրաստ լինել սխրագործության։ Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը։ Այս բառերով եզրափակված ճառը աննկարագրելի ազդեցություն գործեց լսարանի վրա։ Նժդեհը կարողացավ վստահություն հաղորդել մարդկանց եւ նրանց ոգևորությունը հասցնել կիսակետի։ Արդյունքում Ղարաքիլիսայի երրորդյա հերոսամարտը եկավ ապացուցելու, որ հուսալքումից մինչև ոգևորություն մի քայլ է, պարտությունից մինչև հաղթանակ մի ակնթարթ։ Հարկավոր է միայն հավատալ սեփական ուժերին։ Մայիսյան հերոսամարտերում Ղարաքիլիսան ունեցավ իր վճռական դերը։ Հիշենք, որ մայիսի 24-ից 29-ը հենց Ղարաքիլիսայի տակ Նժդեհի իսկ բառերով որոշում էր հայոց ճակատագիրը։ Այստեղ շուրջ 3-4 օրյա համառ մարտերից հետո հայկական 6000-անոց ջոկատը կարողացավ համառ դիմադրություն ցույց տալ թուրքական 10000-անոց Վեհի Փաշայի զորաբանակին եւ բացառիկ արիությամբ բաշկի ընկավ, պատահական չի հետագայում Վեհի Փաշան հունիսին վարվող Բաթումի բանակցությունների ժամանակ հայտարարում է, թե հայերն ապացուցեցին, որ իրենք աշխարհի անպարտելի զինվորները կարող են լինել։ Ռազմավարի ու հռետորի կուտակած այս փորձը անփոխարինելի դեր պիտի ունենար Նժդեհի համար մի տարի անց Լեռնահայաստանի հերոսամարտի օրերին։ Մի իրադարձության, որ սխրանքի եւ նվիրումի իր օրինակով նմանը չունի բովանդակ հայոց պատմության մեջ։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նորընտիր պարլամենտի կողմից ձևավորվեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որն իբրև գործադիր գերագույն իշխանություն պիտի զբաղվեր նորանկախ երկրի քաղաքական, ռազմական ու տնտեսական խնդիրներով։ Չնայած ամենուր տիրող համընդհանուր խանդավառությանը, պետության իրական վիճակն աղետալի էր, առավել մտահոգիչ էր սահմանների խնդիրը, որի պատճառով ծայրահեղ լարված էին հարաբերությունները հարևան Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Թիֆլիսն ու Բաքուն իրենց հավակնություններն էին հայտնել որոշ բնիկ հայկական տարածքների վրա։ Մասնավորապես վրաց մենշևիկների կառավարությունը հռչակել էր Լոռին ու Փամբակը Վրաստանի Հանրապետության անբաժանելի մաս եւ զորք մտցրել այդ տարածքներ։
Իր կողմից մուսաֆաթական Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի ռազմական ու քաղաքական սատարումից, անտեսելով պաշտոնական Երևանի զգուշացումները, մտադրվել էր իր կազմի մեջ ներառել Լեռնահայաստանը, Զանգեզուրն ու Արցախը։ Հայաստանի կառավարության հարևաններին հղած բողոքի նոտաները ոչ մի արդյունքի չբերեցին, ուստի վճիռ կայացվեց զենքի ուժով վերահաստատել իրավունքը այսպես կոչված վիճարկելի այդ մարզերի վրա։ Դրաստամատ Կանայանին հանձնարարվեց ազատագրել Լոռին վրացիներից, իսկ ահա Լեռնահայաստանը փրկելու գործը հանձն առավ Գարեգին Նժդեհը։ Վերջինիս առաքելությունը ծայրահեղ բարդ էր այն պատճառով, որ Զանգեզուրը 4 կողմից շրջապատված էր թուրք ազերիներով խիտ բնակեցված տարածքներով ու քրդական ցեղերի բազմությամբ։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի կերպ չէր կարողանում հաստատել իր ռազմական ու տնտեսական ներկայությունը այդ աշխարհամասում։ Երևանի հետ կապող երկու ճանապարհներ անցնում էին Նախիջևանի հարթավայրով եւ Բազարչայի ներկայիս Սարավանի լեռնանցքով, որոնք գտնվում էին թուրքերի եւ ազերիների վերահսկողության ներքո։ Հարավում Պարսկական սահմանի վրա վխտում էին Թուրքիային ու Ադրբեջանին դաշնակից խաների հրոսակախմբերը, իսկ Արցախի հետ կապող միակ մայրուղին անցնում էր Հագարու գետի հովտով, որի տերուտիրականներն էին քրդական ցեղերը։ Փաստացիորեն Զանգեզուրը չուներ արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ, եւ նյութական ու ռազմական ռեսուրսների բացակայության պարագայում դատապարտված էր հոշոտվելու օրստորե լպրիշացող թշնամու կողմից։ Ազերի զինված ազգաբնակչությունն ու մուսաֆաթական կանոնավոր բանակը բարբերական հարձակումներ էին գործում հայկական գյուղերի եւ ամբողջ ենթաշրջանների վրա։ Կոտորում էին բնակչությանը, ավարանում ինչքն ու անասունը, գերիքշում երիտասարդներին։ Անդրանիկի ջոկատի Զանգեզուրից ու Նախիջևանից հեռանալուն պես այդ գործողությունները սկսեցին կրել մասսայական բնույթ։ Այս ամենին Հայաստանի կառավարությունը չէր կարողանում հակադրել ոչինչ։ Լեռնահայաստանի փրկությունը վստահվեց Գարեգին Նժդեհին։ Նա թերևս միակ մարդն էր, ում ռազմական տաղանդն ու առաջնորդի որակները վստահություն էին ներշնչում, որ նա իզորու կլիներ կանխել աղետն ու եթե նույնիսկ չկարողանա պահպանել ամբողջ երկրամասը, ապա գոնե անվնաս կպահի նրա գոնե մի հատվածը։ Այդպես էր մտածում Հայաստանի կառավարությունը, սակայն ինչպես ցույց տվեցին իրադարձությունների հետագա զարգացումները, բոլորովին այլ մտադրություն ուներ ինքը, Գարեգին Նժդեհը։ Իր բնույթով լինելով մաքսիմալիստ, նա նպատակադրվեց ոչ թե Զանգեզուրի հայ ազգաբնակչության վնասները հասցնել նվազագույնի, այլ վերածել Լեռնահայաստանը անառիկ ամրոցի եւ անհրաժեշտության դեպքում նախահարցակ լինել ու խեղդել թշնամուն իր իսկ որջում։ Այդ հանդուգն ծրագիրն իրականացնելու համար Նժդեհն ուներ միայն երկու զենք, որոնց զորությանը ապավինեց ինքն ու չսխալվեց։ Այդ զենքերն էին նրա կամքն ու հավատը։ 1918 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Գարեգին Նժդեհը նշանակվեց Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թվականի օգոստոսից Կապար գողթի, այսինքն Կապանի, Արևիկի եւ Գողթանի ընդհանուր հրամանատար։ Նորանշանակ գավառապետն ու հրամանատարը փաստացիորեն չուներ ոչ գավառ, ոչ զորք, ոչ էլ դրանք ունենալու որևիցե հեռանկար։ Սակայն Նժդեհի նման անձնավորության համար գործերի իրական դրությունը ոչինչ չէր նշանակում, ուսալքություն ասածը անծանոթ էր նրան։ Իր մի քանի վստահելի զինակիցների հետ գալով Զանգեզուր, նա անմիջապես լծվեց գործի։ Հաշված օրերի ընթացքում Նժդեհը ծանոթացավ ամբողջ երկրամասում տիրող իրավիճակին, կազմեց ու գլխավորեց Զանգեզուրի ինքնապաշտպանության շտաբը, զորահավաք կազմակերպեց հայ ազգաբնակչության շրջանում եւ հաշվառեց երկրամասում եղած զենքն ու զինամթերքը։ Մինչև Նժդեհի Զանգեզուրում հայտնվելը Սյունիքի հայությունը թեև փորձեր էր ձեռնարկում պաշտպանվելու թուրք ազերիներից, սակայն այդ հուսաբեկ փորձերը մասնատված ու խիստ տեղային բնույթ ունեին, ուստի այդ պատճառով ի սկզբանե դատապարտված էին անհաջողության։ Մինչդեռ մի գյուղը իր փոքրատիվ ուժերով պաշտպանում էր հարձակվող թշնամուց սեփական կյանքն ու ինչքը։ Հարևան գյուղացիները չէին աջակցում ոչինչով, կարծելով թե աղետն այդպիսով կշրջանցի իրենց։ Աղետն իհարկե շրջանցում էր իրենց, սակայն մի քանի օրով կամ ամսով ընդամենը, որովհետև հաջորդ թիրախն իրենք պիտի լինեին։ Առաջինն ինչ արմատավորեց Նժդեհը Զանգեզուրում, դա կենտրոնացված ու միասնական ինքնապաշտպանության գաղափարն էր։ Յուրաքանչյուր գյուղավան իր երիտասարդներից կազմված ջոկատը անհրաժեշտության դեպքում պիտի տրամադրեր Զանգեզուրի կենտրոնական հրամանատարությանը, ըստ վերջինիս հայեցողության երկրամասի ցանկացած հատվածում մարտական գործողություններ վարելու համար։ Պաշտպանության կազմակերպման նման ձևը շատ արագ տվեց իր ցանկալի պտուղները։ Այդուհետ անջատ գյուղերը կռվելու դեպքում կարող էին ապավինել ոչ միայն սեփական ուժերին,
այլև Սյունյաց աշխարհազորի եւ անձամբ Նժդեհի տրամադրության տակ եղած ջոկատների վրա։ Իբրև բուլղարական սպայական դպրոցն անցած գադրային զինվորական եւ բալկանյան ու կովկասյան պատերազմներում թրծված հմուտ ռազմիկ Գարեգին Նժդեհը գերազանց տիրապետում էր մարտավարության բոլոր գաղտնիքներին։ Նա շատ լավ գիտեր մարտադաշտում արագ տեղաշարժերի եւ կայծակնային հարվածների գինը։ Կռվի ամենաթեժ պահին գերազանց պատրաստված փոքրիկ ջոկատները ճիշտ ղեկավարելու պարագայում կարող էին իրականացնել այնպիսի մարտական խնդիրներ, որոնք սովորական պայմաններում իզորու չեն կատարել նույնիսկ բաշտերն ու ամբողջ գումարտակները։ Հենց այդպիսի ջոկատների պատրաստմամբ նաև սկսեց զբաղվել Նժդեհը Սյունիքում։ Գայլախումբ անունը ստացած այդպիսի յուրաքանչյուր մարտական միավորման մեջ ընդգրկված էր ընդամենը մի քանի երիտասարդ։ Նրանք օգտագործում էին նռնակներ, կիրառում էին վարոդով լեցուն ինքնաշեն տակառիկ ռումբեր, գերազանց կրակում էին եւ ամենակարևորը մարտադաշտում կամ թշնամու թիկունքում հայտնվում էին նույնքան արագ, որքան եւ անսպասելի անհետանում։ Նժդեհը իբրև զինվորական ուներ որոշակի խստություն, պահանջկոտություն, նաև ռազմական մեծ տաղանդ ու արվեստ, կարողանում էր ճիշտ պահին ու տեղին անել դիտողությունները, կարողանալ կազմակերպել ջոկատներ եւ մարդկանց տրամադրել իր գաղափարական, այսպես հենքով, գաղափարական հայրենապաշտության գաղափարով նա միշտ օրինակներ էր բերում Մամեկոնյաց ուխտից։ Անհավանական է թվում, բայց հաշված ամիսների ընթացքում Նժդեհը կարողացավ Սյունիքի գյուղերից հավաքագրված աշխարհազորը վերածել մարտունակ մի զորքի, որի շարքերում խստությունն ու կարգապահությունը ոչնչով չէր զիջում կանոնավոր բանակին։ Առասարակ իր իսկ վկայությամբ նա աշխարհազորին վստահում էր առավել քան հայ կանոնավոր բանակասացին կամ մաուզերիստներից բաղկացած զորամիավորումներին։ Պատճառն այն էր, որ սովորական գյուղացիներն ու աշխատավորները, չունենալով որևիցե նյութական շահ, անձնուրացաբար կռվում էին հանուն սեփական տան ու ընտանիքի խաղաղության, ինչը նվազագույնի էր հասցնում նրանց նահանջի ու փախուստի հնարավորությունը ռազմի դաշտից։ Արդյունքում, իր տրամադրության տակ ունենալով ընդամենը մի քանի հազար մարդիկ, Նժդեհը շուրջ 3 տարի անընդմեջ կռիվ վարեց Լեռնահայաստանը պաշարած մուսաֆաթական կանոնավոր զորքի, ազերի ու քուրդ խաժամուժի, թուրքական զորամիավորումների եւ ապա Անդրկովկաս ներխուժած բոլշևիկյան 11-րդ բանակի դեմ։ Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը Նժդեհի ղեկավարության վարեց իր հաղթական դյուցազնամարտը։ Լեռնահայության դիմումներին որևէ կերպ օգնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ոչ մի կերպ չարձագանքեց, իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթնի հայությանը, Նժդեհը մերժեց այն եւ փոխարենը սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ Ավելին, 1920 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության զինվորական նախարար հայտնի դաշնակցական գործիչ Ռուբեն Տերմինասյանը համաձայն բոլշևիկների հետ օգոստոսի 25 կնքած համաձայնագրի, որով թույլատրվում էր Կարմիր բանակին մտնել Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջևան, դրոյի միջոցով հեռագրեց Նժդեհին թողնել Կապանը եւ անցնել Երևան։ Բայց Նժդեհը, չընդունելով զինվորական նախարարի Զանգեզուրը թողնելու հրամանը ու մերժելով դրոյի առաջարկը անցնել Երևան, ապաքինվելու, որովհետև նա վիրավորվել էր Գորիսի ձորում, նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել Լեռնահայաստանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ ու գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթբեկի անունով, հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին եւ կռվել մինչեւ վերջին շունչը։ Այսպես ծնունդ առան Դավիթբեկյան ուխտերը, որոնց նշանաբանն էր հանուն հայրենիքի Դավիթբեկաբար։ Հետագայում հենց դրանց նմանությամբ ու օրինակով էր Նժդեհը արտերկրում ստեղծելու իր հանրահայտ ցեղակրոն ուխտերը։ Բացահայտելով թուրք բոլշևիկյան միացյալ դավադրությունը եւ չընդունելով Հայաստանի Հանրապետության կրավորական կեցվածքը, որը Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած վերոհիշյալ համաձայնագրով փաստորեն Զանգեզուրը Ադրբեջանին հանձնելու նախաքայլ էր անում, Սյունիքը Նժդեհի ղեկավարությամբ շարունակեց կռիվը եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920-ի դեկտեմբերին իրեն հռչակեց ինքնավար։ 1921-ի հունվարին Դրոն Բաքվից մի հրագիր հղեց Նժդեհին,
դարձյալ առաջարկելով նրան թույլ տալ Զանգեզուրի խորհրդայնացումը, հավաստիացնելով եւ վստահեցնելով, որ այդպիսով Մոսկվայի առաջիկա կոնֆերանսում Ռուսաստանը բարյացկամ կլինի Հայաստանի հանդեպ եւ կպաշտպանի նրա աշխատավորության շահերը։ Այս անգամ եւս Նեժդեհը իբրև հեռատես քաղաքագետ չհեռացավ Սյունիքից եւ շարունակեց մտնել։ 1921 թվականի ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը Սպարապետ Նեժդեհի վարչապետությամբ։ Նույն թվականի հունիսի 1-ին Զանգեզուր անցած այլևս գոյություն չունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստան, որի վարչապետ նշանակվեց հայտնի դաշնակցական Սիմոն Վրացյանը։ Նեժդեհն այդ կառավարության մեջ ստանձնեց Սպարապետի պաշտոնը, սակայն նոր կառավարությունը թույլ տվեց մի շարք կոպիտ սխալներ, որոնց մեջ ամենից ճակատագրականը եղավ 3000 թաթար թուրքերի իբրև քոչվոր, իսկ իրականում որպես ծպտյալ դավադիրներ Սիսիան ազատ մուտքի արտոնումը վճարած գումարի դիմաց։ Այս եւ նման տիպի ուրիշ բյուրոկրատական երևույթները, որ ժառանգվել էին Երևանյան կառավարության օրերից, խաթարեցին Լեռնահայաստանի վարչաքաղաքական ֆունկցիոնալությունը։ Այդ ամենի հետ աղետալի թափի հասավ դասալակությունը, որովհետև Արարատյան հանրապետության զորքի մնացորդը, որ կարմիրներից փախչելով ապաստանել էր Զանգեզուրում, իր հետ այստեղ բերեց նաև բարոյալքման վտանգավոր ախտը։ Արդյունքում Զանգեզուրը իբրև վերջին ապաստան պաշտպանելու փոխարեն այդ զորամիավորումները կամավոր կերպով անձնատուր եղան կարմիրներին, ինչը չէր կարող չանդրադառնալ սյունեցիների հոգեբանական վիճակի վրա։ Փաստորեն, դաշնակցական կառավարությունը ոչ միայն չկարողացավ սթափվել եւ ուղղել իր սխալները Լեռնահայաստանում, այլ ավելի խորացրեց ճգնաժամն ու կազմալուծման եզրին կանգնեցրեց Լեռնահայաստանի Հանրապետությունը։ Նեժդեհի ձեռքերից ստանալով Զանգեզուրի քաղաքական եւ տնտեսական իշխանությունը, այդ կառավարությունը չկարողացավ իր շարքերից առաջ մղել մեկ այլ լիդերի, ով ընդունակ կլիներ զարգացնելու վերջինիս ձեռք բերած ակնառու հաջողությունները։ Իսկ դրանց մասին անհնար է հիշատակել առանց հիացմունքի։ 2 տարվա կռիվների ընթացքում թշնամու 15000 սպանվածի դիմաց Սյունիքը տվեց ընդամենը մի քանի տասնյակ զոհ, իսկ մոտ 200 գյուղ մաքրվեցին թուրքերից ու վերաբնակեցվեցին հայերով։ Սյունյաց աշխարհազորը ոչ միայն պաշտպանական մարտերով ապահովեց երկրամասի անվտանգությունը, այլև իրականացրեց մի շարք հանդուգն հարձակողական արշավանքներ, որոնց արդյունքում ապաշրջափակեց Գողթնը, թուրքերից մաքրեց Արևելյան Նախիջևանը, ճնշեց ու վտարեց Հագարուի հովտի քրդերին մինչև Շուշիի մատույցները, ապահովեց Կապանի եւ Հարավային Ղարաբաղի անվտանգությունը, դատարկելով թուրքական զորքերից ու բնակչությունից ամբողջ տարածքը Մեղրից մինչև ներկայիս Ֆիզուլի ու Օրադիս։ Շնորհիվ Լեռնահայաստանի հերոսամարտի հնարավոր եղավ փրկել Լեռնահայությանը կոտորածից, Սյունիքը կցել մայր հայրենիքին, մահացու անդամահատումից զերծ պահելով Հայաստանը, վերջապես ապահովել հայ մտավորականության եւ մարտական ուժերի նահանջը ու անցումը Պարսկաստան, եւ այս ամենը հիմնականում շնորհիվ Նեժդեհի անհատականության։ Ես պետք է հատուկ ընդգծեմ հատկապես Նեժդեհի ռազմական տաղանդի դրսևորումները 1918-19 թվականներին մինչև 20 թվական, այս 20 թվականներին նաև հայ թաթարական այսպես ընդհարումների ժամանակ նրա բացառիկ դերը։ Նեժդեհը հենց Նախճեվանում մաքրեց առանձին շրջաններ շուրջ 40-ից ավելի հայկական գյուղեր թաթարներից եւ ձեռնամուխ եղավ այն ժամանակ, երբ թաթարները սկսեցին շարժումը եւ հիշենք առաջին հանրապետության թիկունքային գործողությունները եւ Տեր-Մինասյանի ռազմական նախարարի ամջական գործունեության արդյունքում մեծ մասը թուրքերի թաթարների դուրս քշվեց, Նեժդեհի դերակատարում այս գործում բացառիկ մեծ էր եւ նա մեծ դերակատարություն ունեցավ թաթարական շրջանները մաքրելու գործում։ 1921 թվականի հուլիսին Գարեգին Նեժդեհը կազմակերպեց հայ հակաբոլշևիկյան ուժերի եւ նրանց ընտանիքների էվակուացիան Մեղրիից Արաքսի վրայով գծված կամրջով դեպի Իրան։ Լեռնահայաստանի խորհրդայնացումն այլևս անխուսափելի էր, սակայն ինքը Նեժդեհը օտարության էր գնում իր հիմնական նպատակն արդեն կատարած։ Խորհրդային իշխանությունների համար արդեն ակնառու էր, որ Սյունիքը չի կարող կազմել Ադրբեջանի մաս, ինչպես ծրագրվում էր սկզբում։ Թողնելով Զանգեզուրը, Նեժդեհը հրաժեշտից առաջ հավաստեց Լեռնահայությանը, որ ինքը ընդմիշտ չի հեռանում եւ դեռ պիտի վերադառնա,
եթե Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը։ Իսկ խորհրդային Հայաստանի հեղկոմին ուղղած իր դիմումը հաղթական սպարապետն ավարտեց հետևյալ սաստող տողերով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը, որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու։ Աշխատեք բավարարել հայ գյուղացիության եւ նրա մտավորականության արդար պահանջը»։ Նժդեհը վերջինն էր վտարանդիներից, ով ոտք դրեց Արաքսի կամրջին եւ լքելով Զանգեզուրը բռնեց օտարության ճամփան։ Նրա անձանիկ ապաստանը Թավրիզն էր, ուր ծպտյալ ապրեց 4 ամիս։ Հենց այս ժամանակամիջոցին տեղի ունեցավ նրա առաջին բացահայտ ընդհարումը Դաշնակցության Գերագույն բյուրոյի հետ։ Հակասությունները նրա եւ Դաշնակցության միջև ծագել ու հասունացել էին վաղուց, սակայն ընդհարման համար պատրվակ ծառայեց այն միջադեպը, երբ էվակուացիայի օրերին որոշ դաշնակցական գործիչներ, այդ թվում եւ բարենավորման նախարար Հակոբ Տեր-Հակոբյանը, անվայել պահվածքի համար ծեծի ենթարկվեցին Նժդեհի ներկայությամբ, իսկ Ասլանյան անունով մի դաշնակցական սպա գնդակահարվեց։ Սա մեծ հանդգնություն համարվեց։ Նժդեհին փորձեցին նույնիսկ մեղադրել Լեռնահայաստանի անկումը արագացնելու մեջ։ Թավրիզում հայ հեղափոխական դաշնակցական բյուրոյի կողմից կուսակցական Գերագույն դատական ատյանի մոտ նա կանչվեց պատասխանատվության։ Լսելով Նժդեհի տված բացատրությունները, դաշնակցականները Սիմոն Վրացյանի գլխավորությամբ 1921 թվականի սեպտեմբերին վճարեցին հեռացնել Նժդեհին կուսակցության շարքերից։ Ըստ երևույթին, սպարապետն այլևս պետք չէր կուսակցությանը, իսկ Նժդեհն առանց զորքի ոչ մի արժեք չէր ներկայացնում դաշնակցության բյուրոկրատական ապարատի համար։ Այնուհանդերձ, որոշ նկատառումներից ելնելով 1925 թվականին Դաշնակցության 10-րդ ժողովի նիստի ժամանակ նա դարձյալ վերականգնվեց այդ կուսակցության շարքերում։ Պատճառը թերևս նրա վայելած բարձր հեղինակությունն էր, որը նպատակադրվեցին օգտագործել Սիմոն Վրացյանը, Ռուբենն ու այլոք իրենց կուսակցական ծրագրերն իրականացնելու համար։ Չնայած ձեռք վերացաշտությանը, այն կրում էր բացառապես արտաքին բնույթ, ինչը դժվար չէր նկատել գաղափարաբանական այն տարբերությունից, որ առկա էր դաշնակցական լիդերների եւ Նժդեհի միջև։ Հարաբերությունների վերջնական խզումը տեղի էր ունենալու տարիներ անց միայն, իսկ մինչ այդ Նժդեհը հաստատվել էր Բուլղարիայում, ամուսնացել Եփիմե Սուքիասյան անունով մի կնոջ հետ եւ զբաղվում էր լրագրությամբ։ Թերևս հրապարակախոսությունը նրա գլխավոր զբաղմունքը չէր, այլ միայն միջոցներից մեկը, որ պիտի ծառայեր նրա հիմնական գործունեությանը։ Այն է հայապահպանության ծրագրի իրականացմանն արտերկրում եւ Արևմտյան Հայաստանի հնարավոր ազատագրությանն ապագայում։ Գարիգին Նժդեհն արդեն Բուլղարիայում էր։ Իր մոտ ընկերներից մեկը ինքն էր Բուլղարիայում, բայց ուրիշ քաղաքում էր եւ ընտանիքը պետք է Երևանից տեղափոխվեր Բուլղարիա։ Նույն ընտանիքը կիններ եւ մի աղջիկ Ափինե Շահինյան։ Նժդեն դիմավորում է իրենց եւ մի քանի օր հյուրընկալում է իր տանը։ Ու կարոտ այնքան էր իրան խեղդում, որ ինքը խնդրում էր, որ հայրենիքից պատմեն ինչ-որ բաներ հետաքրքիր եւ իրանք պատմում էին, այտենց երեկոները նստում էին։ Նժդեն շատ զգայուն մարդ էր եւ խնդրել է, որպեսզի Արփինեն ուրեմն երգեր երգի, ինչ գիտի։ Նա Արփինեն մի քանի հատ այտենց երգ երգեց եւ Նժդեհին դուր եկավ օտարամային ճամփեքի վրա, որը ինքը դրանից առաջ շատ էր սիրում այդ երգը։ Չնայած այնտեղ բառեր կան, որ հայրենիքն ինձ խորթ է հիմա եւ այդ բառի վրա ինքը կանգ առավ երգը, ասում է արի փոխենք այդ բառը, որտեղ հայրենիքը խորթ երբևիցե չի լինում։ Արի երգենք հայրենիքը հերո է հիմա։ Եվ այտենց իրանք ուրեմն Իսահակյանի բառեր այնտեղ ուղում են եւ Արփինեն արդեն երգում է այդ այսեղով երգում այդ երգը։ Սկսած 1922 թվականից Գարեգին Նժդեհը իր ակտիվ մասնակցությունը բերեց Բալկանահայ եւ Ռումինահայ համայնքների հասարակական կյանքին, ինչպես նաեւ ծավալեց քարոզչական աննախադեպ գործունեություն, որն ուղղված էր հայրենասիրության ու ազգային գաղափարախոսության նոր հենքերի որոնումներին։ Տարբեր թվականներին ընդգրկուն հոդվածներով նա հանդես եկավ Սփյուռքում հրատարակվող բարբերականներում, որոնցից էին Բուխարեստում լույս տեսնող Նոր արշալույս թերթը, Պլովդիվում հրատարակվող Հայաստան թերթը, Բոստոնի հայրենիք ամսագիրը, Փարիզի Ազատամարտ շաբաթաթերթը,
Բուլղարիայի նոր արաքս պարբերականը եւ շատ ուրիշներ։ Այս պարբերականներում, ինչպես նաեւ առանձին հրատարակություններով լույս տեսած Նժդեհյան խոհափիլիսոփայական գրվածքները աստիճանաբար ամբողջականացան ընդհանուր մեկ համակարգում եւ յուրեղանալով կազմեցին նրա ազգային նոր գաղափարաբանության ցեղակրոն ուսմունքի հենքը։ Օրստորես ուզվելով խոհերի ու մտավոր վերլուծությունների մեջ Նժդեհը եկավ այն եզրակացության, որ գենետիկական իդենտիկության, այսինքն նույնականացման խնդիրը պետք է գերակայող չափորոշիչ նումուղը դառնա հայության միավորման ու ինքնության պահպանման համար։ Ըստ Նժդեհի, Կուսակցական հենքի շուրջ իրականացվող համախմբման տեսակը ոչ միայն արդյունավետ չէ, այլև ունի ազգային ինքնության կառույցը կազմաքանդող բնույթ, քանի որ կուսակցական գաղափարախոսությունը, որքան էլ կուր լինի, վաղ թե ուշ բերում է ճգնաժամի, վերածվելով նեղ կուսակցական եւ նեղ անձնական նպատակների հետապնդման։ Հետևաբար նա առաջարկեց ապակուսակցականացնել Սփյուռքահայ հանրությանը եւ որպես սոցիալ-քաղաքական ուղենիշ նրան առաջարկել միակ ճշմարիտ ազգայնական գաղափարը։ Դաշնակցական կառույցներն անմիջապես կռայեցին, որ Նժդեհի գաղափարական սուրն ուղղված է նախ եւ առաջ իրենց դեմ։ Արդեն մեկ անգամ չէր, որ Նժդեհը բացահայտ քննադատում էր նրանց բյուրոկրատիզմի, անգործության եւ Թուրքիայի հանդեպ կրավորական կեցվածք ընդունելու համար։ Սակայն դիպչել Նժդեհի պես հեղինակությանը կնշանակեր կորցնել համախոհների ուղիղ կեսը, եթե ոչ ավելի։ Սկզբնական շրջանում Ռուբեն Տերմինասյանը եւ ուրիշները որոշում կայացրեցին սпасել եւ չգնալ Նժդեհի հետ բացահայտ ընթարման։ Ամենևին հեշտ չէր եւ նույնիսկ անհնար էր Լեռնահայաստանի սպարապետին հաղթել գաղափարապես, եւ այդ փորձը դաշնակցության համար կարող էր հղի լինել վտանգավոր հետևանքներով։ Ուստի Նժդեհը գոնե ֆորմալ կերպով շարունակում էր ներկայացնել կուսակցությունը Սփյուռքահայ գաղութներում։ 1933-ի ամռանը նա մեկնեց Միացյալ Նահանգներ, ուր ձեռնամուխ եղավ իր ստեղծած ցեղակրոն շարժման ծավալմանը, երկրի այաշատ վայրերում ցեղակրոն ուխտեր հիմնելով։ Այդ ուխտերի քանակն արդեն հասել էր տասնյակների եւ ամերիկահայ երիտասարդությունը մեծ սիրով ու սպասումով էր անդամակցում դրանց։ Ցեղակրոն շարժումը անկասկած մեծ հեռանկար էր ունենալու, եւ այն աստիճանաբար սկսում էր դաշնակցական շատ համախոհների իր դաշտը քաշելու գործընթացը։ Հոյդա գերագույն բյուրոն այլևս չէր կարող սпасել, քանզի նրա համբերության բաժակն արդեն լցված էր։ Առաջին լուրջ մեղադրանքը, որ հնչեց Նժդեհի հասցեին, դա ամերիկահայ հոգևոր առաջնորդ Ղևոնդ arczepiskopos Դուրյանի սպանությունն էր, որն իբր կազմակերպել էր Նժդեհը։ Իր հերթին Նժդեհը հայտարարեց, մեջբերելով բավականին լուրջ փաստարկներ, որ այդ սպանությունը ձեռնտու կարող էր լինել միայն դաշնակցական կենտրոնական բյուրոյին։ Դաշնակցությունն իր վերահսկած մամուլում գաղափարական մեծ արշավ սկսեց Նժդեհի դեմ, փորձ անելով նվաստացնել նրա ծառայությունը, անձն ու ուսմունքը։ Ցեղակրոնը նույնիսկ սկսեցին անվանել ոչ այլ կերպ քան ցեղակրոն։ Հավաստիացնում էին, որ այն ոչ թե ուսմունք է, այլ խրթին ու անհասկանալի մտքերի կիտվածք։ Նույնիսկ զուգահեռներ էին անցկացվում ցեղակրոնության ու նիցշեականության միջև, որի վրա էր խարսխված այն ժամանակներում Եվրոպայում ծաղկում ապրող ֆաշիզմը։ Այս փոխնեփոխ մեղադրանքների տարափից հետո 1937-ին Նժդեհը կանչվեց Կահիրե, կուսակցական բյուրո, ուր փորձ արվեց նրան հաշտեցնել Ռուբենի հետ։ Սակայն բյուրոյի հետ հանդիպումը ոչինչ չտվեց, եւ Նժդեհը վերադառնալով Սոֆիա նույն թվին հայտարարություն արեց հայ հեղափոխական դաշնակցության շարքերից իր հեռանալու մասին։ Բյուրոն եւս առանց դանդաղելու որոշում կայացրեց պարակտողական գործունեության համար ձևակերպումով Նժդեհին կուսակցությունից վերջնականապես հեռացնելու մասին։ 1938 թվականին Գարգին Նժդեհը իր համախոհ Հայկ Ասատրյանի եւ այլոց հետ ձեռնամուխ եղավ Բուլղարիայում տարօնական կոչվող շարժումի հիմնադրմանը, որի հիմքում դարձյալ ընկած էր ցեղակրոն գաղափարախոսությունը։ Նույն թվականին Հոյդա 13-րդ ընդհանուր ժողովից հետո Սոֆիա ժամանեց դաշնակցական բյուրոյի լիազոր ներկայացուցիչ Կարո Սասունին եւ հայտնեց նրան, թե դաշնակցությունը հերթական անգամ հաշտության կոչ է անում Նժդեհին եւ պատրաստ է նրան ընդառաջել, միայն թե Նժդեհը չհիմնի նոր կազմակերպություն։ Դաշնակցականները գերազանց գիտեին, որ կարող են կորցնել իրենց ազդեցությունը Բալկանահայության շրջանում, քանզի Նժդեհին այստեղ գիտեին բոլորն ու բառացիորեն պաշտում էին նրան։ Նժդեհը մերժեց Սասունու առաջարկը ու հայտնեց նրան, որ ինքը չի կարող հաշտվել մի կազմակերպության հետ, որը քողարկվելով հայրենասիրությամբ վարել ու վարում է ապազգային քաղաքականություն։ Դաշնակցականներին միայն մեկ ելք էր մնում ստեղծված իրավիճակից։ Բալկաններում բյուրոյի կողմից լիազոր ներկայացուցիչ կարգել այնպիսի մի մարդու, ով իր հեղինակությամբ կարող է հակակշռել Նժդեհին։ Այդ տեխնացուն Դրաստամատ Կանայանն էր,
Դրոն, մարդ, որը Նժդեհի վաղեմի զինակիցն էր։ Գաղափարական պայքարը Նժդեհի և Դրոյի միջև շարունակվեց մի քանի տարի և իր կիզակետին հասավ երկրորդ համաշխարհայինի օրերին։ Վայելելով գերմանական հատուկ ծառայությունների վստահությունը, Դրոն արտաբորություն էր ստանձնել ռազմի դաշտում գերի ընկած սովետահայերից կազմավորել հայկական կոչվող հատուկ լեգիոն և ուղղել այն Խորհրդային Միության դեմ, ակնկալիքով, որ իր հերթին Երրորդ Ռայխը գրավելով Անդրկովկասը անկախություն կշնորհի Հայաստանին գերմանական պրոտեկտորատով։ Նժդեհը, որը նույնպես համագործակցում էր Վերմախտի հետ, մեղադրեց Դրոյին անհեռատես ու ցնորամիտ այդ գաղափարի համար, գտնելով, որ Խորհրդային Միությունը երբեք չի ների հայերին նման դիրքորոշման համար։ Նա գտնում էր, որ հարկ է գերմանացիների հարվածը ուղղել Թուրքիայի վրա և այդ պատճառով նույնիսկ հավաքագրել էր Բուլղարիայում հայ կամավորականների մի ջոկատ, որն իր հետ բերել էր Գերմանիա դիվերսիոն գործը յուրացնելու համար։ Գերմանացիներն այդ ջոկատը ուղարկեցին Ղրիմ, հետագայում այն Կովկաս տեղափոխելու համար։ Սակայն Նժդեհը տեղեկանալով այդ մասին, պահանջեց շտաբ վերադարձնել հայ դիվերսանտներին և կամ օգտագործել նրանց Թուրքիայի դեմ, կամ էլ առհասարակ զորացրել, ինչն էլ ի վերջո արվեց։ Գերմանիայում այստեղ Նժդեհը որոշակի դերակատարում ունեցավ հայկական ազգային լեգիոնի ձևավորման գործում։ Ամեն դեպքում խոսք էր գնում գերմանա-թուրքական հարաբերությունների վատացման և Գերմանիայի և Թուրքիայի միջև առճակատման հասունացման մյուս պատերազմի մասին խոսակցությունները։ Նժդեհը զինվորագրվեց այդ գաղափարին, նպատակ ունենալով նախ հայոց պետականության գաղափար իր աչքի առաջ ունենալով, արևմտյան Հայաստանի ազատագրման վեհ գաղափար աչքի առաջ ունենալով։ Սկսած 1943 թվականից իրադրությունը ռուս-գերմանական ճակատում փոխվեց։ Գերմանացիները կրում էին պարտություն պարտության հետևից։ Նժդեհը հասկանում էր, որ պետք է զգուշությամբ սպասել և չձեռնարկել ոչինչ, քանի դեռ որոշված չէ պատերազմում բացահայտ հաղթողը։ 1944-ին արդեն ակնհայտ դարձավ, որ Հիտլերը չի խուսափի վերջնական ջախջախումից և որ գերմանացիների փեշը բռնած Թուրքիան ուշ թե շուտ կարժանանա պատժի։ Նժդեհի համար ուրվագծվում էր արևմտյան Հայաստանի ազատագրման հեռանկարը, ուստի երբ խորհրդային զորքերը մտան Բուլղարիա, նա ազգային հասարակական շատ գործիչների պես չլքեց Սոֆիան, այլ որոշեց հանգիստ հանձնվել խորհրդային իշխանություններին, պատրաստվելով համագործակցելու նրանց հետ, ընդդեմ թշնամական Անկարայի։ Իր ձերբակալությունից օրեր առաջ նա գրել է. «Գիտեմ, թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օթանավով ինձ նետելու Վիեննա։ Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները, Բուլղարիայի ցեղակրոն ուխտերը։ Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ։ Այսօր ես կյանքին կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին։ Սակայն ինչպես ցույց էր տալու ապագան, այդ ճակատագրական որոշումը գուցե միակ սխալն էր զորավարի և մտածողի նրա բովանդակ կյանքում և գործունեության մեջ։ 1944 թվականի հոկտեմբերի վերջին Նժդեհը ձերբակալվեց խորհրդային բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից։ Նրան Բուլղարիայից տեղափոխեցին Բուխարեստ, որտեղից ինքնաթիռով տարան Մոսկվա և անմիջապես բանտարկեցին Լյուբյանկայում։ Խորհրդային հատուկ ծառայությունները ցնծության մեջ էին, քանզի առանց որևէ հատուկ օպերացիայի նրանց ձեռքն էր ընկել, ինչպես ընդունված էր ասել, խոշոր ձուկ։ Նա ինքը, գեներալ Նժդեհը, որի ժամանակին սովետներին պատճառած տհաճությունները դեռ լավ էին հիշում Մոսկվայում։ Լյուբյանկայում Նժդեհի հարցաքննությամբ առաջինը զբաղվեց պետական բոլոր հատուկ ծառայությունների ղեկավար ու համակարգող գեներալ Աբակումովը։ Այդ մարդը զարմանք էր ապրել այն պատճառով, որ Լեռնահայաստանի սպարապետը հարցաքննության ժամանակ չէր խուսափում ուղիղ հարցերից, չէր փորձում թաքցնել իր մասնակցությունը խորհրդային կարգերի դեմ ուղղված գործողություններին, որոնց թվում էր նաև փետրվարյան ապստամբությունը, եւ համոզիչ ու փաստարկված բացատրում էր գերմանական հատուկ ծառայությունների հետ իր համագործակցության պատճառները։ Նժդեհը հանգամանալից բացատրեց գեներալ Աբակումովին, որ ոչ վախը, ոչ էլ կարծեցյալ զղջումն է նրան ստիպել հանձնվել սովետներին, այլ միայն գիտակցումն այն բանի, որ ներկայիս պահին հանձին Թուրքիայի ինքն ու սովետները ունեն միևնույն թշնամին, եւ որ ինքը պատրաստ է համագործակցել խորհրդային միության հետ ընդդեմ Թուրքիայի։ Նժդեհի առաջարկը հետաքրքրեց Աբակումովին, եւ նա հանձնարարեց հատուկ ծառայություններին քննության առնել վերոհիշյալ համագործակցության հնարավորությունները։ 1944-ից մինչև 46 թվականները Նժդեհը անցկացրեց Մոսկվայի բանտերում, որտեղ նրան պարբերաբար հարցաքննությունների էին ենթարկում,
մի կողմից նրա դեմ մեղադրական գործ հարուցելու, մյուս կողմից Աբակումովին արած նրա առաջարկը քննելու համար։ Վերջապես համարելով, որ Նժդեհի ծրագիրը հեռանկարային է, նրան գաղտնի կերպով տեղափոխեցին Երևան, որտեղ Սովետական Հայաստանի պետական անվտանգության նախարարությունում պետք է մշակվեր հատուկ ծրագիր Նժդեհին եւ արտերկրում նրա կապերը օգտագործելու կոնկրետ առաջարկություններով։ 1944 թվականի նոյեմբերին Գարեգին Նժդեհն արդեն Երևանում էր, սակայն ոչ ոք, ներառյալ Սոֆիայում մնացած նրա ընտանիքը ու Թիֆլիսում բնակվող նրա հարազատ եղբայրը, չպիտի իմանային, որ նա ողջ է եւ գտնվում է այսինչ վայրում։ Նամակներն իսպառ արգելված էին, նրան նույնիսկ չէր թույլատրվում կողմնակի միջոցով լուր ուղարկել հարազատներին։ Փոխարենը ակտիվ կերպով ընթանում էր նրա գործի քննությունն ու զուգահեռաբար մշակում էին համագործակցության միջոցները։ Արդեն 1947-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն ուղարկեց մի անդուգն ծրագիր, ավարտված մշակված տեսքով։ Նա առաջարկում էր Սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն հայկական Իրեդենտը անունով, որի նպատակը պետք է լիներ Արևմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը խորհրդային Հայաստանում։ Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադարձավ այդ կազմակերպության ստեղծման պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործունեության ձևերին, կառուցվածքին եւ այլն։ Նա վստահ էր, որ խորհրդային իշխանությունները կհավատան եւ ընթացք կտան նրա ազնիվ մղումներին, ուստի եւ նրանց ուղղված կոչերում դիմել էր անկեղծության։ Գարեգին Նժդեն եւ Ստալինը 1907 թվականին նստած են լինում Թիֆլիսի բանտում։ Նույնպես է ստացվում, որպես հեղափոխականներ։ Եվ Ստալինը փաստորեն խոսում էր հայերեն, ինքը հասկանում էր եւ բավականաչափ խոսում էր հայերեն։ Ինչ որ մի դեպք պատահեց բանտում, երբ որ Ստալինի վրա մեկը հարձակվեց դանակով եւ Նժդեն պահեց ձեռքը, չթողեց որ ինքը խփի Ստալինին։ Այդ փաստը Ստալինը լավ հիշեց։ Երբ որ 1944 թվականին Նժդեին ձերբակալում են Բուլղարիայում եւ բերում են Մոսկվա, իրան բերում են Ստալինի մոտ եւ այդ հանդիպումը կայանում է Ստալինի հետ։ Այդ տեսակցության ժամանակ ինքը բանավոր պատմել էր, ինքն էլ մեզ էր պատմել։ Ուրեմն նա ասում է երկար սեղան էր, ես մտա, ասում է այդ սենյակը եւ նստեցի։ Դեմս նստած էր Գերագույն դատախազը Սովետական միության։ Եվ երբ որ ասում է Ստալինը դուրը մի փոքր բացեց եւ մցրեց գլուխը նայեց, ով է, Գերագույն դատախազը վեր թռավ տեղից։ Իսկ Նժդեն առանձնապես ուրեմն չարձագանքեց դրա։ Չգիտեմ ինչ խոսակցություն գնաց, ես չեմ հիշում, իհարկե։ Վերջում երբ որ Ստալինը դուրս է գալիս սենյակից, այդ Գերագույն դատախազը, կարծեմ Ռյումինն էր ազգանունը, հարցնում է իսկի գեներալիսիմուսը մտել է, իսկ դուք ինչի ասում եք ստացեք մնացի, ասում է ինքը ինձ համար ուղղակի ընկեր էր, ինքը ինձ համար գեներալիսիմուս չէր։ 1947-ի դեկտեմբերի 10-ով թվագրված Ստալինին ուղղված իր նամակում Նժդեհը գրել էր հետևյալ տողերը. Քաղաքացի գեներալիսիմուս, ես չէի ուզի ապրել, եթե չզգայի, որ դեռ կան խնդիրներ, հանուն որոնց պետք է ապրել։ Մեռնել ինչ կամահից ավելի հեշտ բան, ձեր հայրենասերի ու զինվորականի համար։ Ինձ չի հետաքրքրում ոչ կյանքը եւ ոչ էլ մահը, այլ միայն վերջին ցանկությունս մասնակցել ֆեոդալական Թուրքիայի ոչնչացմանը։ Քաղաքացի գեներալիսիմուս, չլքելով Սոֆիան, ես ցուցաբերեցի հայրենասիրություն եւ խորհրդային իշխանության հետ հաշտվելու անկեղծ ցանկություն։ Ես մնացի վստահելով ձեզ, ով վստահում է մեծ մարդուն, հիրավի մեծության, նա չի փոշմանում։ Հավատում եմ, որ իմ ասպետությանը դուք եւս կպատասխանեք ասպետությամբ։ Այս նամակում չկա ստորացում, չկա խնդրանք ու ներմանակնկալիք, այլ միայն անկեղծություն ու արժանապատվություն։ Այդպիսին էր Նժդեհը եւ դրանում էր նրա մեծությունը։ Սակայն հակառակ դրան, հանձին Ստալինի նա չտեսավ մեծություն եւ իր հիշատակած ասպետին վայել բնավորություն։ Ստալինը պատասխանեց նրան լռությամբ։ 1948 թվականին չարաբաստիկ մի զուգադիպությամբ կամ էլ կանխամտածված նենգությամբ հենց ապրիլի 24-ին հրապարակվեց Նժդեհի դատավճիռը։ Բոլշևիկյան կարգերի դեմ մղված պայքարի, այդ հողի վրա կատարած սպանությունների, գերմանացիների հետ համագործակցության մեղադրանքով Գարեգին Տեր Հարությունյանը դատապարտվեց
25 տարվա ազատազրկման, որը նա պիտի անցկացներ Վլադիմիրսկի ցենտրալ կոչվող բանտում։ Այդ ընթացքում խորհրդային իշխանություններին Նժդեհի հարած առաջարկը դեռ երկար պիտի չարչրկվեր հետախուզական ծառայությունների պարագլուխների աշխատասենյակներում։ 1952-ին Նժդեհը երկրորդ անգամ բերվեց Երևան, այնուհետև ամռանը տեղափոխվեց Տաշկենտ, ապա նորից Վլադիմիրի վանդ։ Գործը երկարում էր, խճճվում ու փաստացիորեն չէր շարժվում տեղից։ Արդյունքում 1954 թվականի փետրվարին Խորհրդային Միության անվտանգության նախարարությունը որոշում կայացրեց չօգտագործել Նժդեհին եւ վերջնականապես մերժեց նրա առաջարկը։ Նիկիտա Խրուշչովի որոշմամբ սովետները ճանաչել էին Թուրքիան իբրև բարեկամ երկիր, որի հետ ոչ մի դեպքում չարժեր փչացնել հարաբերությունները։ Իսկ ահա հակախորհրդային ագենտներին, ինչպիսին համարվում էր Նժդեհը, հարկ էր ըստ նույն Խրուշչովի ժամանակից շուտ փտեցնել բանտերում։ Խորհրդային ղեկավարությունը զրկեց Նժդեհին ընդհանուր ներումից օգտվելու իրավունքից։ Այն դեպքում, երբ դրան արժանացան զգալի թվով հակախորհրդային գործիչներ ու գերմանական բանակի զորավարներ։ 1954 թվականի այդ վերջի արդեն Նժդեհի առողջական վիճակի վատացման արդյունքում, երբ նրա մոտ սկսվել էր սրտի նոպան, միաժամանակ հիպերտոնիկ հիվանդությունը գլուխ էր բարձրացել, մոտը սկսել էր նաև թոքային այսպես հիվանդություններ, Նժդեհը իրեն վատ էր զգում եւ նա գրեց իր կտակը, խնդրելով շորերը, հագուստը, ապա ձեռագրերը, իր գրած գրառումները եւ ժամացույցը նվիրել եղբորը, իսկ մյուս արդեն գրառումների հետ միասին եւ իրեն թաղել անպայման հայրենիքում։ Միջայլոց Նժդեհի երազանքն էր Սյունիքի անկախ Սյունիքի դրոշը, որ երբեք չէր խոնարհվել դա դնել իր կրծքին եւ նաեւ Հայկազյան նոր Հայկազյան բառարանը, որը նրա մշտագից ուղեկիցն էր տարեգրության մեջ։ 1987-ին հանգրվանեց Գլաձորի Սպիտակավոր կոչվող վանքում։ Այդպիսով Լեռնահայաստանի քաջ սպարապետը կատարեց Սյունեցիներին 60 տարի առաջ տված իր խոստումը, թե դեռ վերադառնալու է հայրենի Զանգեզուր։